Ողջունում եմ ձեզ սիրելի հետևորդներ, մեր ալիքի եթերում եկել եմ ձեզ ցույց տալու այսօր երկու թունաքիմիկատ, որոնք այսօր սրսկել ենք մեր սածիլներին, ուրեմն առաջինը սնկայինի համար ենք սրսկել, էսա, ուրեմն կվադրիս տոպազ, ուրեմն 40 լիտրի համար վերցրել ենք սա սնկայինի համար, քանի որ եղանակները փոխվում է եւ հավանական է, որ կարող է սնկային ընկնեն սածիլները, պաշտպանիչ նախորոք արդեն սրսկել ենք եւ ինչպես տեսնում եք մեր բիբարի տերևները այնքան էլ հարթ չեն, համաչափ չեն եւ այստեղ նոր բացվածները, ինչպես տեսնում եք, համաչափ եւ ուղիղ դուրս չեն գալի։ Սա խոսում է այն մասին, որ բիբարների վրա կա տրիպս կոչված հիվանդությունը, միջատ է ավելի շուտ, շատ փոքր միջատ է։ Հիմա դրա դեմ մեզ թունաքիմիկատի խանութում տվել են զեգան եւ ավելացրել են նրա մեջ ցրիչ։ Սա 40 լիտրի համար է, սա նույնպես այսօր սրսկել ենք արդեն, վաղ առավոտյան պետք է սրսկենք կամ երեկոյան, մենք առավոտյան ենք սրսկել եւ տեսնենք դրանից հետո արդեն ինչպես կդրսևորի իրեն։ Համադրությունը թե քանի լիտրի համար է չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չենք դեղին, թունաքիմիկատի խանութում պարզապես նշել ենք հիվանդությունը եւ մեզ տվել են այս պրեպարատը։ Տեսնենք ինչպես իրեն կարդարացնի, տեսնենք կբացվեն արդյոք այս տերևները, որտեվ մեջի տերևները երբ որ տեսնում եք, համաչափ եւ հարթ դուրս չեն եկել։ Դա էլ հենց այդ տրիպս կոչված հիվանդության հետևանքն է։ Ահա սիրելի հետևորդներ, եկել եմ ցույց տալու տրիպսից հետո, տրիպսի սրսկելուց հետո անցել է 3 օր, եկել եմ ցույց տալու, թե ինչպես են բացվել արդեն տերևները։ Արդեն բավականին ունենք դրական տեղաշարժ, ինչպես տեսնում եք։ Տեսնենք առաջիկայում արդեն հաջորդ տերևները ինչպես կաչեն, ինչպես դուրս կգան։ Ամենայն դեպս այս պահի դրությամբ ունենք բավականին լավ դրական տեղաշարժ, սրսկելուց հետո սրսկումը արդյունք է տվել։ Սիրելի հետևորդներ, այսքանը, դե ինչ, կհանդիպենք։